Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Ալեքսան Վարդանյանը չէր պլանավորում վերադառնալ, 8 տարին պարզապես ժամանակ չէր, դա մի ամբողջ կյանք էր, կառուցված հեռավորության վրա։ 8 տարի ամենմսյա բանկային փոխանցումներ, 8 տարի կարճ զանգեր կիրակի օրերին, 8 տարի նույն հարցերը։ Ոնց ես մամ, փողը ստացար, ամեն ինչ կարգին է։ Եվ նույն պատասխանները, ամեն ինչ լավ է տղաս, մի անհանգստացիր, գործիդ եղիր։ Նա չէր անհանգստանում, ավելի ճիշտ շատ էր ջանում չանհանգստանալ, բայց 3 շաբաթ առաջ զանգահարեց հարևանուհին Անան, ով ապրում էր դիմացի տանը այնքան ժամանակ, ինչքան Ալեքսանն իրեն հիշում էր։ Զանգեց ուշ երեկոյան, երբ նա արդեն պառկած էր իր մոսկովյան բնակարանում։ Նրա ձայնը ցածր էր, իսկ Նանան երբեք ցածր չէր խոսում։ Ալեքսան, պիտի գաս, մայրդ քեզ ամեն ինչ չէ որ ասում է, արի քանի դեռ ուշ չէ։ Նա հարցրեց. Ինչ է պատահել։ Նանան միայն հառաչեց. Արի, ինքդ կտեսնես։ Եվ նա եկավ։ Լոռու մարզի Դեբետ գյուղը այն վայրը չէր, ուր գնում էին սեփական կամքով։ Սկզբում մայրուղի, հետո քարքարոտ ճանապարհ, հետո նորից մայրուղի ու նորից անհարթ գրունտ։ Եվ ինչ որ պահի թվում է, թե նավիգատորը վաղուց հանձնվել է, ու դու գնում ես պարզապես հիշողությամբ։ Ալեքսանը հենց այդպես էր գնում, հիշողությամբ։ Ձեռքերն իրենք գիտեին, թե որտեղ թեքվել, որտեղ շրջանցել փոսը, որտեղ դանդաղեցնել Փամբակ գետի կամրջից առաջ, որտեղով մանկության տարիներին հեծանիվ էր քշում։ Նոյեմբեր էր, առաջին ձյունը դեռ ամենուր չէր նստել, միայն ձորակներում ու դաշտերում։ Մերկ ծառերը ճանապարհի երկայնքով կանգնած էին որպես մոխրագույն պահապաններ։ Երկինքը հին ալյումինի գույն ուներ։ Մեքենայի մեջ երաժշտություն չկար։ Նա անջատել էր այն հենց մայրուղուց դուրս գալու պահին։ Լռություն էր ուզում։ Լռությունն օգնում էր պատրաստվել։ 8 տարի նա մտածում էր այն մասին, թե ինչ տեսք ունի մայրը տեսազանգերի ժամանակ։ Միշտ շպիտով, միշտ ասում է՝ մի անհանգստացիր։ Նա հավատում էր, որովհետև ուզում էր հավատալ։ Որովհետև երբ ուզում ես հավատալ, պատճառներ միշտ կգտնվեն։ Նա կանգնեց տան մոտ ու սկզբում պարզապես նստած էր մեքենայի մեջ, նայում էր։ Տունը նույնն էր, բայց եւ միևնույն ժամանակ ուրիշ։ Լուսամուտների ներքը թափվել էր մինչև մոխրագույն փայտը։ Դարպասը կախված էր մեկ ծխնու վրա, տակը աղյուս դրված։ Մուտքի աստիճանները մի կողմի վրա թեքվել էին։ Այգին անխնամ էր։ Երևում էր, որ վաղուց էր այդպես, ոչ թե մեկ աշուն։ Ցանկապատի հեռավոր անկյունը փլվել ու ընկել էր ձյան մեջ, ինչպես մի բան, որը հանձնվել է ու որոշել այլևս ոտքի չկանգնել։ Ալեքսանը դուրս եկավ մեքենայից։ Սառը օդը հարվածեց դեմքին։ Ծխի հոտ էր գալիս։ Երթիկից ծուխ էր բարձրանում, ու եւս մի ծանոթ բան՝ թաց հողի, կեղևի, մանկության հոտ։ Նա բացեց դարպասը։ Այն ճռաց։ Տան դուռը բացվեց ավելի շուտ, քան նա կհասներ աստիճաններին։ Մայրը կանգնած էր դռան շեմին, ու Ալեքսանը զգաց, թե ինչպես մի բան սեղմվեց կրծքում։ Նվարդ Վարդանյան, 57 տարեկան։ Նա հիշում էր նրան, ամրակազմ, բարձրաձայն, ձեռքերով, որոնք երբեք հանգիստ չունեին։ Հիմա նրա առջև կանգնած էր մի փոքրիկ կուզեկուս կին, մուգ գլխաշորով, մի դեմքով, որի վրա ժամանակը թողել էր ոչ թե տարիներ, այլ ամբողջ տասնամյակներ։ Ալեքսան, ասաց նա, միայն այդ մի բառը։ Ասես մի բառի մեջ կարելի էր տեղավորել սպասման 8 տարիները։ Նա քայլ արեց առաջ ու հենց այդտեղ տեսավ նրան։ Աղջնակը մոր թիկունքում էր, ոչ թե կանգնած, այլ նստած հաշմանդամի սայլակին, որը ինչ-որ մեկը հրել էր հենց շեմի մոտ։ Հոգիկ էր, մոտ 8 տարեկան, տաք մոխրագույն սվիտերով, մուգ մազերը 2 պոչի կարած։ Նա նայում էր Ալեքսանին մեծ, բաց գույնի աչքերով, մի քիչ վախեցած, մի քիչ ուսումնասիրող ու պինդ բռնել էր մոր ձեռքը։ Ալեքսանը գիտեր քրոջ մասին։ Մայրն այդ մասին հայտնել էր հեռախոսով 8 տարի առաջ, երբ նա նոր էր հաստատվել Մոսկվայում։ Ասել էր հանգիստ, ասես սովորական մի բան լիներ։ Ալեքսան ջան, Աստված մի երեխա էլ տվեց։ Նա այն ժամանակ պապանձվել էր, մայրը 49 տարեկան էր։ Նա չէր հարցրել հոր մասին ոչ այն ժամանակ, ոչ հետո, ոչ մի անգամ այս 8 տարիների ընթացքում։ Դա թվում էր մի բան, որի մեջ ավելի լավ է չխառնվել։ Ավելի հեշտ էր ընդունել,
այդ ամիս մի քիչ ավելի շատ գումար ուղարկել ու չմտածել։ Նա նայում էր աղջկան, նրա աչքերին։ Ինչ որ բան այդ աչքերում իրեն կանգնեցնում էր, բաց մոխրագույն, համարյա թափանցիկ, բիբի շուրջը մուգ օղակով, իր աչքերը։ Լուր նայում էր նրան, այն լրջությամբ, որը լինում է միայն այն երեխաների մոտ, ովքեր սովոր են շուտ հասունանալ։ Բարև Սոնա, ասաց Ալեքսանը, ձայնը օտար հնչեց։ Աղջիկը հազիվ նկատելի գլխով հարեց ու նորից նայեց մորը, նրա մեջ փնտրելով մի բան, որն Ալեքսանը դեռ չէր կարող տալ նրան։ Նա դեռ չգիտեր, թե հատկապես ինչ։ Տան ներսը ավելի փոքր էր, քան ինքը հիշում էր, կամ ինքն էր մեծացել մոսկովյան կյանքի 8 տարում, որտեղ առաստաղները բարձր են, իսկ բնակարանները 3 անգամ ընդարձակ այս գյուղական խրճիթից։ Հատակը ճռռում էր ամեն քայլափոխի։ Խոհանոցում խոնավության ու ինչ-որ բժշկական հոտ էր գալիս, ինչպես հիվանդանոցի միջանցքներում։ Պատի մոտ դրված էին տակտիրների տուփեր ու դեղահաբերի մի ամբողջ կույտ։ Լուսամուտագոգին 3 բժշկական ամսագիր, էջանշաններով։ Ալեքսանը կանգնեց, նայում էր տուփերին։ Մամ, ես ամեն ամիս փող եմ ուղարկում, ուր են գնում դրանք։ Մայրը կանգնած էր գազօջախի մոտ, խառնում էր կաթսան, հետ չշրջվեց։ Ամեն ինչ թանկանում է, Ալեքսան, իսկ Սոնային շատ բան է պետք։ Ինչ հատկապես։ Լռություն։ Տակտիրներ, դեղեր։ Ամիսը մեկ գնում ենք Վանաձոր բժիշկի մոտ։ Վճարովի։ Անվճար հերթերը կես տարի են տևում, իսկ նա չի կարող սպասել։ Ալեքսանը հայացքը թեքեց դեպի դուռը, որի հետևում անհետացել էր աղջիկը։ Լսում էր սայլակի անիվների ցածր ձայնը հատակի վրայով։ Այնտեղ ու հետ։ Այնտեղ ու հետ։ Ինչ ունի նա։ Նվարդը վերջապես շրջվեց, երկար նայեց։ Ողնաշարի մկանային ատրոֆիա։ Ծնված օրից։ Նա միանգամից չհասկացավ, թե դա ինչ է նշանակում։ Հետո հասկացավ, ու ստամոքսում ինչ-որ բան տակնու վրա եղավ։ Դա ընդմիշտ է, չի քայլելու, ասաց մայրը պարզ, առանց ավելորդ դրամայի։ Բայց նա ապրում է, խելացի աղջիկ է, նկարում է, կարդում, ավելի շատ է մտածում, քան շատ մեծահասակներ։ Դեռ չես լսել, թե ինչպես է ծիծաղում։ Ալեքսանը նստեց սեղանի մոտի աթոռին, նայեց իր ձեռքերին։ 100,000 դրամ ամսական։ Նա մտածում էր, բավարար է գյուղի համար, 1 տարեց կնոջ համար, բայց ոչ թե մի տարեց կնոջ և հիվանդ երեխայի համար։ Հատուկ սայլակ, բժիշկներ քաղաքում, դեղեր, տակտիրներ, հարմարեցված հագուստ, ֆիզիոթերապիա։ Ինչքան է գնում ամսական։ Մայրը լռում էր։ Մամ, մոտ 200,000 տղաս, ասաց նա կամաց, երբեմն ավելի, երբ բժշկի ենք գնում։ Ալեքսանը փակեց աչքերը։ 200,000։ Նա ուղարկում էր 100-ը ու մտածում էր, թե հերոս է։ Մտածում էր, պարտքս կատարում եմ, չեմ մոռանում, բայց այստեղ կրկնակի չափով չէր հերիքում։ Դրան մոտ հայտնվեց Սոնան։ Սայլակը կանգնեց խոհանոցի շեմին։ Աղջիկը նայում էր Ալեքսանին նույն ուսումնասիրող հայացքով, առանց ժպիտի, առանց վախի, պարզապես ուշադիր։ Սոնա, արի հաց ուտելու, ասաց մայրը։ Դու չես գնալու, հանկարծ հարցրեց աղջիկը, ոչ թե մորը, այլ նրան։ Ալեքսանը շփոթվեց։ Չէ, մի քիչ կմնամ։ Բոլորն էլ այդպես են ասում, ասաց Սոնան հանգիստ։ Կմնամ, իսկ հետո մեկ է, գնում են։ Նա շրջեց սայլակն ու հետ գնաց։ Կերակուրի ափսեն մայրը տարավ նրա մոտ։ Այդ երեկո Ալեքսանը երկար չէր կարողանում քնել, պառկած էր հին մահճակալին իր նախկին սենյակում ու նայում էր առաստաղին։ Մտածում էր աղջկա մասին, նրա բաց մոխրագույն աչքերի մասին, մուգ օղակով։ Նա տեսնում էր այդ աչքերն ամեն առավոտ հայելու մեջ, ասում էր իրեն. պատահականություն է, երեխաները նման են լինում բարեկամներին, զարմուհիները հորեղբայրներին, թոռները պապերին, բայց մայրը նրան ծնեց 49 տարեկանում, հեռավոր գյուղում։ Ումից։ Այս հարցը Ալեքսանը երբեք չէր տվել։ 8 տարվա մեջ, ոչ մի անգամ։ Եվ հիմա պառկած հին սենյակի մթության մեջ նա հարցրեց իրեն. ինչու։ Պատասխանը տհաճ էր, որովհետև չէր ուզում իմանալ, որովհետև իմանալը պահանջում էր մասնակցություն, իսկ մասնակցությունը ներկայություն, իսկ ներկայությունը նշանակում էր վերադառնալ, նայել այն ամենի աչքերին, ինչ թողել էր։ Պատի այն կողմում մայրը ինչ-որ բան էր ասում Սոնային, ցածր օրորող ձայնով։ Ալեքսանը բառերը չէր տարբերում, միայն ռիթմը։ Առավոտյան նա դուրս եկավ բակ բոլորից շուտ, զննեց տանիքը,
շիֆերի մի քանի թերթ շեղվել էին։ Այգու կողմից հանկապատը համարյա լրիվ փլվել էր։ Դարպասը մեկ ծխնու վրա է, աստիճանները ճռում ու ճկվում են օդքի տակ։ Մարանում գտավ գործիքները, կոտրված կոթով մուրճ, մի տուփ ժանգոտ մեխեր, մի քանի կերիկ, շատ չէր, բայց ինչ-որ բանի կհերիք էր։ Աշխատում էր լուռ, երկինքը սպիտակ էր, ոչ արև կար, ոչ ամպեր, պարզապես սպիտակ, ինչպես գունաթափված թուղթը։ Գյուղը դանդաղ էր արթնանում, երբեմն ինչ-որտեղ դուր էր շրխկում, երբեմն լսվում էր հարևան բակի ծերուն ու հազը։ Մեկ ժամ անց ձայն լսեց։ Սոնան նստած էր սայլակին, բաց դրան մոտ։ Մայրը նրան դուրս էր բերել շեմին, փաթաթելով ծածկոցով։ Աղջիկը դիտում էր նրան լուռ։ Պլանշետը դրված էր ծնկներին, բայց մի կողմ էր քաշված։ Ալեքսանը գլխով արեց նրան։ Նա պատասխանեց նույն կերպ։ Լուրջ, ինչպես մի մեծահասակ, ով դեռ չի որոշել արժե արդյոք շպիտ վատնել։ Դու սարքել գիտես, հարցրեց նա։ Հա, Մոսկվայում շինարարության վրա եմ աշխատում։ Տներ ես սարքում։ Սարքում եմ, սարքել էլ գիտեմ։ Սոնան նայեց ցանկապատի փլված անկյունին։ Այնտեղ էլ է պետք։ Գիտեմ, հիմա սա վերջացնեմ կգնամ այնտեղ։ Նա լռեց։ Լավ, ասաց վերջապես, ասեց թույլտվություն տվեց։ Ալեքսանն աշխատում էր։ Սոնան նայում էր։ Սա առաջին անգամն էր 2 օրվա մեջ, երբ նրանց միջև պատ չկար։ Երրորդ օրը Ալեքսանը հանդիպեց Վասիլ պապին։ Հարևանը, ով 70-ին մոտ էր ու ասում էին հիշում էր Ալեքսանի հորը դեռ երիտասարդ ժամանակ։ Նստած էր Չամփեզրի նստարանին, հին բաճկոնով ու թաղիք կոշիկներով, չնայած նոյեմբերին, ու նայում էր դեպի դաշտը։ Վաղուց չկայիր, ասաց նա ողջույնի փոխարեն, երբ Ալեքսանը բարևեց։ Հա, Վասիլ պապ։ Ծերունին նայեց նրան աչքերը կկոցելով։ Այդպես են նայում ծերերը, ում մոտ ամեն ինչ բթացել է բացի հայացքից։ Աղջկան տեսալ։ Տեսա։ Լավ աղջիկ է, խելացի։ Պապը լռեց։ Քեզ շատ նման է։ Ալեքսանը կանգնեց։ Ինչու ինձ։ Վասիլ պապը ուսերը թոթվեց։ Երկար նայեց հեռուն, ասեց մտածում էր, պատասխանի թե ոչ։ Աչքերն էր նույնն են։ Եվ հենց այդտեղ նա մատները տարավ քթարմատին։ Քիթն էլ է այդպես կնճռոդում, երբ մտածում է։ Դու էլ էիր այդպես անում, երբ փոքր էիր։ Ալեքսանը ստամոքսում ծանոթ թխաչություն զգաց։ Այն նույնը, որը հայտնվում էր ամեն անգամ, երբ նա չափից երկար էր նայում Սոնային։ Նա քույրս է, Վասիլ պապ։ Երեխաները նման են լինում բարեկամներին։ Ըհը, ասաց պապը, առանց ինտոնացիայի, առանց շարունակության։ Այդ ըհն հերիք էր, որ Ալեքսանը եւս մի քիչ չքնի։ 4-րդ օրը մայրը գնաց Վանաձոր։ Պլանային այց բժշկին։ Գնաց առավոտյան 6-ի ավտոբուսով, թողնելով մանրամասն հրահանգներ։ Ժամը 10-ին Սոնային տալ դեղերը, այ սրանք, կապույտ տուփը, առաջին 2 սրվակները։ 12-ին ճաշ, ամեն ինչ գազին է, միայն տաքացնել։ Եթե ուզենա նկարել, ալբոմը դարակին է, մատիտները կողքին։ Եթե լաց լինի, չէ, նա լաց չի լինում, համարյա երբեք։ Ալեքսանը մնաց աղջիկա հետ մենակ, առաջին 2 ժամը անցան լռության մեջ։ Սոնան նստած էր սենյակում պլանշետով, նա սարքում էր աստիճանները։ Ժամը 10-ին եկավ նրա մոտ դեղերով ու մի բաժակ ջրով։ Մայրիկն ասաց դեղերի մասին, ասաց նա։ Սոնան վերցրեց դրանք լուռ, գուլ տվեց առանց ջրի։ Ու այն ձևից, թե ինչպես նա դա արեց, նա հասկացավ, ամեն օր, օրը մի քանի անգամ։ Արդեն այնքան տարի, որ դա պարզապես կյանքի մի մասն է, ինչպես ատամ լվանալը։ Ալեքսանը նստեց դրան մոտի աթոռին, նայեց սենյակին։ Պատերը ծածկված էին նկարներով։ Դարակի ալբոմը վաղուց վերջացել էր, ու նա շարունակել էր նկարել սովորական տետրի թղթերի վրա, որոնք մայրը կպցրել էր պատին սկոչով։ Տասնյակ նկարներ, փոքր ու մեծ, ամեն մեկի վրա մոտավորապես նույնը։ Տուն, ծառերով, ձյուն։ Կինը մուգ գլխաշորով, միշտ մենակ, միշտ դրան մոտ։ Ու նրա կողքին հաշմանդամի սայլակը։ Երբեմն սայլակի մեջ մարդուկ կար, երբեմն այն դատարկ էր։ Եվ ինչ որտեղ հերվում ամեն նկարի վրա երկրորդ մարդը։ Տղամարդը միշտ հեռու է։ Երբեմն ցանկապատից այն կողմ, երբեմն գետի այն կողմ, երբեմն պարզապես թղթի հենց անկյունում, փոքրիկ, համարյա գետիկ։ Սա ով է, հարցրեց Ալեքսանը ցույց տալով հեռավոր կերպարը։ Սոնան նայեց նկարին։ Եղբայրս, բառը հարվածեց նրա կրծքին։ Ոչ թե ցավոտ, բայց զգալի, ինչպես երբ պատահաբար դիպչում ես սպիին։ Մայրիկն ասում էր, որ ես եղբայր ունեմ, շարունակեց աղջիկը, որ գնացել է աշխատելու, որ մեզ օգնում է։ Նա լռեց։ Նա ասում էր, որ նա երբևէ կվերադառնա։
Ես այստեղ եմ, ասաց Ալեքսանը։ Գիտեմ, գլխով արեց Սոնան, բայց նկարներում դու միշտ հեռու ես։ Ես քեզ նկարում էի այնպես, ինչպես գիտեի։ Նա նորից նայեց նկարներին, թղթի անկյունի փոքրիկ կետիկին, իրեն, եղունգի չափ, համարյա անտեսանելի։ Ինչ որ բան տեղից շարժվեց նրա ներսում, խորքում, այնտեղ, ուր բառերը միանգամից չեն հասնում։ Իսկ հիմա, հարցրեց նա, հիմա ուրիշ ձև կնկարեիր։ Սոնան մտածեց, երբ ցանկապատը վերջացնես սարքել, ասաց նա։ Այն ժամանակ կնկարեմ։ 5-րդ օրը Ալեքսանը գտավ տուփը։ Նա երկարացման լար էր փնտրում։ Մայրը նշել էր, որ այն մառանում է։ Մառանը փոքր էր, լիքը պահածոների բանկաներով ու հին տուփերով։ Լարը արագ գտավ, բայց այդ ընթացքում դիպավ անկյունի դեզին։ Մի տուփ ընկավ, ստվարաթղթե, ձմեռային կոշիկների տուփ էր։ Կափարիչը թռավ ու միջից թղթեր թափվեցին։ Ալեքսանը հավաքեց դրանք, ուզում էր հետ դնել, բայց հայացքը կպավ լուսանկարին։ Նա բարձրացրեց այն։ Մի աղջիկ, երիտասարդ, մոտ 20 տարեկան, մուգ մազեր, թեթև ժպիտ, բաց գույնի աչքեր, համարյա թափանցիկ, բիբի շուրջը մուգ օղակով։ Հենց այդ նույն աչքերը։ Ալեքսանը դանդաղ նստեց հենց մառանի հատակին, բանկաների ու տուփերի մեջ։ Նա ճանաչում էր այդ դեմքը, Անին էր, Անի Սիմոնյանը, իր ընկերուհին այն կյանքից, մինչև Մոսկվա գնալը։ Նրանք միասին էին համարյա 3 տարի։ Նա գնաց 24 տարեկանում, իսկ Անին մնաց։ Վերջին խոսակցությունը չար էր, ինչպես լինում են այն մարդկանց վերջին խոսակցությունները, ովքեր չեն կարողանում հրաժեշտ տալ։ Նա գոռում էր, որ Ալեքսանն իրեն թողնում է։ Նա ասում էր, որ գնում է փող աշխատելու։ Անին ասաց. «Գնաս, էլ չվերադառնաս»։ Նա գնաց ու չվերադարձավ։ Հետո Անին անհետացավ գյուղից։ Մայրը զանգերից մեկի ժամանակ հպանցիկ ասաց. «Գնացել է ինչ որտեղ»։ Ոչ ոք չգիտի ուր։ Ինչու էր նրա լուսանկարը մոր մոտ։ Նա թերթեց մնացած թղթերը։ Բժշկական քաղվածք, Վանաձորի հիվանդանոց։ Ամսաթիվը 9 տարի առաջ։ Մոր անունը Սիմոնյան Անի Կարենի։ Երեխայի անունը Վարդանյան Սոնա։ Վարդանյան, իր ազգանունը։ Ոչ թե Սիմոնյան, Անիի ազգանունը։ Վարդանյան, մոր ազգանունը։ Ալեքսանի հոր ու պապի ազգանունը։ Նա նորից կարդաց. Վարդանյան Սոնա, մայրը Սիմոնյան Անի, հայրը Գից, բայց ազգանունը Վարդանյան, որովհետև հայրը կողքին չէր, որ իր անունը գրեր։ Հետո եւս մի թուղթ. երեխային դաստիարակության հանձնելու ակտ։ Սիմոնյան Ան երեխային հանձնում է Նվարդ Վարդանյանի խնամքին։ Ամսաթիվը 8 տարի առաջ, երբ Սոնան մոտ 1 տարեկան էր։ Ստորագրություն, նոտարական կնիկ։ Ալեքսանը վերադարձավ քաղվածքին, նայում էր տողերին։ Երեխայի մայրը Անի, հայրը Գից, բայց ազգանունը Վարդանյան։ Ինչու ունի նա իմ ազգանունը, ասաց նա բարձրաձայն։ Մենակ, դատարկ մառանում։ Եթե դա մոր աղջիկն էր, նրա ազգանունն էլ կլիներ Վարդանյան, բայց երեխայի մայրը Անին է, իսկ այդ դեպքում նա կանգառավ։ Հետո թուփի մեջ եւս մեկ բան գտնվեց, ծալված վանդակավոր թուղթ, պոկված սովորական տետրից։ Մոր ձեռագիրն էր, մանր մի քիչ դողդոջուն։ Վերևում Ալեքսան։ Նա բացեց. Ալեքսան ջան, չգիտեմ սա քեզ ոնց գրեմ, շատ անգամ եմ սկսել ու չեմ կարողացել։ Անին եկավ ինձ մոտ դեկտեմբերին, արդեն 8-րդ ամսում էր, գիշերով, մենակ։ Հայրը նրան տնից վռնդել էր, նա գնալու տեղ չուներ։ Ես նրան ընդունեցի։ Աղջիկը ծնվեց փետրվարին, երբ նրան առաջին անգամ տեսա, միանգամից հասկացա ումն է։ Նա նայեց ինձ քո աչքերով, Ալեքսան։ Քո։ Հետո տառերը լղոզվում էին, ասեց գրիչը կանգ էր առել ու երկար մնացել մի տեղում, քանի դեռ գրողը չէր կարողանում շարունակել։ Անին ջանում էր, բայց հետո Սոնային ախտորոշում դրեցին։ Անին խոտրվեց։ Նա մի գիշեր գնաց ու էլ չվերադարձավ։ Սոնան 1 տարեկան 2 ամսական էր։ Ես չէի կարող նրան մանկատուն տալ, չէի կարող, Ալեքսան։ Սա քոնն է։ Նորից ընդհատում, նախադասությունը անավարտ էր։ Սա քոնն է։ Ալեքսանն արդեն գիտեր ամբողջ մարմինով դեռ նախքան կարդալը։ Մարմինը միշտ ավելի շուտ է զգում, քան գլուխը համաձայնում է։ Սա իր դուստրն է, Սոնան քույրը չէ, Սոնան իր աղջիկն է։ 8-ամյա աղջնակը հաշմանդամի սայլակին, ով նրան նկարում էր որպես փոքրիկ գետիկ թղթի անկյունում ու եղբայր էր կոչում, որովհետև այդպես էին իրեն ասել, իր դուստրը։ Նա նստած էր մառանի հատակին ու չէր կարողանում վեր կենալ, ոչ թե այն պատճառով, որ ոտքերը չէին լսում, պարզապես չէր կարողանում վեր կենալու պատճառ գտնել։ Այն ամենը, ինչ նա գիտեր իր վերջին 8 տարիների մասին, հենց նոր դարձավ ուրիշ, 100,000 ամսական։ Կարճ զանգեր կիրակի օրերին։ Ոնց ես, մամ։ Ամեն ինչ կարգին է։ Նրա դուստրը, նրա աղջիկը նստած էր հաշմանդամի սայլակին Երևանից ժամերի հեռավորության վրա, իսկ նա չգիտեր, որ նա գոյություն ունի։ Մայրը միայնակ էր մեզացնում նրան, բժիշկների վրա ծախսելով կրկնակին, քան նա ուղարկում էր։
Նրա դուստրը նրան նկարում էր փոքրիկ, հեռավոր, համարյա անտեսանելի։ Դրսում դուրը շրխկաց, մայրը սովորականից շուտ վերադարձավ։ Ալեքսանը թղթերը հետ դրեց դուփի մեջ, տեղը դրեց, վերցրեց լարն ու դուրս եկավ։ Նվարդը կանգնած էր միջանցքում, հանում էր վերարկուն, տեսավ նրան ու քարացավ, որովհետև դեմքը չի կարողանում ստել, երբ մարդ հենց նոր իմացել է մի բան, որը ներսում չի տեղավորվում։ Մամ, նա վերարկուն ձեռքին պահած չէր շարժվում։ Ես գտա տուփը։ Լռությունը երկար տևեց։ Պատի այն կողմից սայլակի անիվների ձայնը լսվեց։ Սոնան պտտվում էր սենյակում, քթի տակ ինչ-որ բան երգելով։ Ալեքսան այստեղ չէ, ասաց մայրը։ Երբ Սոնան քնի։ Նվարդը գլխով արեց, կախեց վերարկուն, անցավ խոհանոց, դրեց թեյնիկը։ Ձեռքերը թեթև դողում էին։ Նրանք սպասեցին։ Մայրը քնեցրեց Սոնային, նրան օրոր ասաց ու Ալեքսանը նորից լսեց դա պատի հետևից։ Հին երգներ, այն նույնը, որը դեր տատիկներն էին երգում, որը երգում էին իրեն, երբ նա վախենում էր ամպրոպից։ Նույն մեղեդին, նույն ձայնը։ Միայն թե հիմա ձայնն ուրիշ էր, ոչ մայրական։ Դա մի մարդու ձայն էր, ով շատ երկար էր գրել ինչ-որ ծանր բան, ու այլևս չէր կարողանում երգել առանց այդ ծանրության։ Երբ մայրը դուրս եկավ խոհանոց, նրանք նստեցին սեղանի շուրջ։ Թեյը սառեց, ոչ ոք չխմեց։ Ալեքսանը նրա առջև դրեց Անիի լուսանկարը։ Նվարդը նայեց նկարին։ Արյունը փախավ դեմքից։ Բացատրիր, ասաց նա, ու մայրը բացատրեց։ Նա խոսում էր դանդաղ, ինչպես խոսում է մարդը, ով ընտրում է, թե ուր դնի ոտքը բարակ սառույցի վրա, զգուշությամբ ընտրելով ամեն բառը, ամեն դադարը, որովհետև գիտի, մեկ սխալ շարժում ու ամեն ինչ ջրի տակ կանցնի։ Պատմեց, թե ինչպես Անին հայտնվեց իր դրանշեմին այդ դեկտեմբերյան երեկոյան։ Արդեն վերջին ամսում էր։ Անիի հայրը, հին բարքերով խիստ մի մարդ, նրան դուրս էր արել տնից, երբ իմացել էր, որ հղի է ու մենակ։ Անին գնալու տեղ չուներ։ Ես նրան ընդունեցի, ասաց մայրը։ Ոնց կարող էի ուրիշ ձև անել։ Նա քո ընկերուհին էր, Ալեքսան, ես նրան մանկուց գիտեի։ Անին ապրեց մինչև ծննդաբերությունը։ Նվարդը նրան տանում էր Վանաձոր։ Հիվանդանոցում կողքին էր։ Աղջիկը սկզբում առողջ ծնվեց։ Մի քանի ամիս անց պարզ դարձավ, որ ինչ-որ բան այն չէ։ 1 տարեկանում ախտորոշումը դրվեց, մկանային ատրոֆիա, չի քայլելու։ Անին սկսեց փլվել։ Նվարդը տեսնում էր, թե դա ոնց էր լինում։ Աստիճանաբար, ինչպես սառույցն է կոտրվում գառնանը, սկզբում ճաքեր, հետո փլուզում, հետո արդեն անհնար էր պահել։ Անին սկսեց երեկոյանները գնալ տնից։ Վերադառնում էր ուշ, Նվարդը հասկանում էր հոտից, լռում էր։ Նա վատը չէր, ասաց մայրը, նա պարզապես չդիմացավ, ոչ բոլորն են դիմանում։ Մի առավոտ Անին չվերադարձավ, Սոնան այդ ժամանակ 1 տարեկան 2 ամսական էր։ Նվարդը սպասեց, օր, 2, շաբաթ, գնաց ոստիկանություն։ Այնտեղ ասացին, չափահաս մարդ է, իր կամքով է գնացել, ինքներդ փնտրեք։ Նվարդը չգտավ։ Ինչու ինձ չասացիր, հարցրեց Ալեքսանը։ Նվարդը նայում էր սեղանին։ Որովհետև դու նոր էիր հաստատվել Մոսկվայում։ Ասում էիր վերջապես ամեն ինչ լավ է գնում։ Տուն ես վարձել, լավ գործ ունես։ Ոնց զանգեի ու ասեի, արի հետ, այստեղ աղջիկը հաշմանդամ է, իսկ երեխայի մայրը անհետացել է։ Ալեքսանը լռում էր։ 1 տարի անց ուզեց, գրեց, բայց չուղարկեց։ Հաջորդ տարի նորից գրեց, էլի չուղարկեց։ Նվարդը ձեռքով սրբեց դեմքը։ Ամեն տարի Ալեքսան ես սկսում էի այդ խոսակցությունն ու չէի կարողանում ավարտել, որովհետև ինչքան շատ էր ձգվում, այնքան ավելի վախենալու էր դառնում։ Իսկ Սոնան արդեն ինձ մայր էր ասում, արդեն բառեր էր հասկանում։ Վախենում էի եւ նրան կոտրել եւ քեզ կորցնել։ Ալեքսանը վեր կացավ սեղանի մոտից, քայլեց խոհանոցում, հետ ու առաջ։ Կանգնեց լուսամուտի մոտ։ Լուսամուտից այն կողմ գյուղն էր մթության մեջ։ Մի քանի լապտեր, ձյունը, որը վերջապես հավասար նստել էր, ու մի լռություն, որը Մոսկվայում չի լինում։ Դու վախենում էիր ինձ կորցնել, ասաց նա։ Իսկ ես կորցրի 8 տարի։ Նվարդը չպատասխանեց։ Պատասխան չկար։ Նա համարյա 9 տարեկան է, ասաց Ալեքսանը։ Նա ինձ եղբայր է ասում։ Նա ինձ նկարում է փոքրիկ, թղթի անկյունում, որովհետև ինձ այդպես էլ ճանաչել է, հեռվից, համարյա անտեսանելի։ Ձայնը դողաց։ Նա լռեց, հավաքվեց։
Գիտես ինչ ասաց ինձ առաջին օրը, որ բոլորն ասում են կմնամ ու գնում են։ Բարերը ընկան խոհանոցի լռության մեջ, որպես ծանր առարկաներ։ Ալեքսանը վերցրեց մեքենայի բանալիները, որոնք կախված էին դրան մոտի մեխից։ «Մամ, ինձ օդ է պետք», ասաց նա, ու դուրս եկավ։ Նա դանդաղ քշեց գյուղի միջով, հետո դաշտամիջան ճանապարհով։ Հետո կանգնեց դաշտի մոտ, անջատեց շարժիչը, դուրս եկավ։ Նոյեմբերյան օդը սուր էր, ձյան ու եղևնու հոտ ուներ, երկինքը սև էր, գյուղը քիչ լույս էր տալիս, ու աստղերն այստեղ ուրիշ էին, ոչ մոսկովյան, իսկական, շատ։ Ալեքսանը հենվեց մեքենային, մտածում էր Անիի մասին, Մոսկվա գնալու նախորդ երեկոյի մասին։ Նա կանգնած էր դարպասի մոտ, ձեռքերը գրպաններում ու փակ դեմքով։ Գնաս, էլ չվերադառնաս։ Նա կարծում էր բարկացած է, կանցնի, կզանգեմ մի շաբաթից, երբ տեղավորվեմ։ Չզանգեց։ Շաբաթը դարձավ ամիս, ամիսը տարի։ Իսկ Անին մնաց մի երեխայի հետ, ում մասին ինքը չգիտեր, ու մի ախտորոշման հետ, որը նրան կոտրեց։ Մտածում էր Սոնայի մասին, թե ինչ գիտեր նա իր մասին։ Միայն այն, ինչ մայրն էր ասել։ Եղբայր է, գնացել է աշխատելու, օգնում է, հեռավոր գետիկ թղթի անկյունում։ Մտածում էր այն մասին, թե ինչ հարցրեց նա առաջին օրը։ Դու չես գնալու։ 8 ծննդյան օր, 8 անգամ, երբ նա ինչ-որ նոր բան սովորեց, ընկավ, ծիծաղեց, վախեցավ, ու ոչ մի անգամ ինքը կողքին չեղավ։ Քանի անգամ կարող էի գալ, ասաց նա բարձրաձայն, մթության մեջ։ Քանի անգամ հարցրեցի իրականում, ու ինչ կպատասխանեին ինձ, եթե հարցնեի։ Դա ազնիվ հարց էր, ու ազնիվ պատասխանը տհաճ էր։ Եթե մայրը զանգեր 8 տարի առաջ ու ասեր. «Կա քո հիվանդ դուստրը, մայրը անհետացել է, վերադարձիր», ինչ կաներ նա, չգիտեր։ Գուցե գար, գուցե վախենար, գուցե պարզապես սկսեր ավելի շատ գումար ուղարկել ու համոզեր իրեն, որ դա բավարար է։ Մայրն էլ գիտեր, դրա համար էլ վախենում էր, դրա համար էլ լռում էր։ Սուտը տարբեր է լինում, բայց միշտ նույն բանի մասին է, կորցնելու վախի։ Նա վախենում էր կորցնել որդուն, իսկ ինքն այս ամբողջ ժամանակ վախենում էր մի ուրիշ բանից։ Ինքն էլ չէր հասկանում ինչից, պատասխանատվությունից, անցյալից, վերադարձից։ Աստղերը դաշտի վերևում չէին շարժվում, ցուրտը մտնում էր բաճկոնի տակ, Ալեքսանը չէր շարժվում։ Նա մտածում էր Սոնայի մասին, իր սենյակում, նկարների մեջ։ Այն աղջկա մասին, ով իրեն ասաց. «Ես քեզ նկարում էի այնպես, ինչպես գիտեի», ու ով ասաց. «Երբ ցանկապատը վերջացնես սարքել, ուրիշ ձև կնկարեմ»։ Նա միացրեց մեքենան, շրջվեց, գնաց հետ։ Երբ վերադարձավ, տանը մութ էր։ Միայն խոհանոցում գիշերային լամպի թույլ լույսներ։ Մայրը չէր քնել, նստած էր սեղանի մոտ, ձեռքերը ծալած, թեյին ձեռք չէր տվել։ Ալեքսանը նստեց դիմացը։ «Ես բարկացած եմ քեզ վրա», ասաց նա։ Նվարդը գլխով արեց։ «Չեմ ներում, ուզում եմ, որ դա իմանաս»։ «Գիտեմ, բայց հասկանում եմ ինչու է իր լռում։ Չեմ ընդունում, բայց հասկանում եմ»։ Մայրը բարձրացրեց աչքերը, ու դրանցում ինչ-որ բան փոխվեց։ Ոչ թե թեթևություն կամ ուրախություն, այլ ավելի խաղաղ մի բան։ «Հիմա ինձ պետք է ամեն ինչ իմանալ», ասաց Ալեքսանը։ Հիվանդության մասին, բժիշկների, բուժման, փողի մասին։ Ազնիվ մամ, առանց մի անհանգստացիրների։ Նվարդը դանդաղ շունչ քաշեց, ինչպես մի մարդ, ով երկար ժամանակ ծանր բան է գրել, ու վերջապես կարողացել է վայր դնել։ Լավ։ Իսկ Անիի մասին մի բան լսել ես այս տարիներին։ Նվարդը հայացքն իջեցրեց։ Մի 3 տարի առաջ ասում էին տեսել են Գյումրիում, բայց ես չեմ ստուգել։ Ալեքսանը գլխով արեց։ Դա մի ուրիշ պատմություն էր, ուրիշ խոսակցություն, ուրիշ ժամանակ։ Սոնային պետք է ճշմարտությունն ասել, արտասանեց նա։ Նվարդը ցնցվեց։ Հիմա չէ, Ալեքսան։ Նա դեռ փոքր է։ Նա ինձ մայր է ասում։ Գիտեմ։ Ոչ հիմա ու ոչ էլ վաղը, բայց նա պետք է իմանա։ Ոչ թե 18 տարեկանում, ոչ թե պատահաբար, ոչ թե օտարներից։ Նա պետք է իմանա մեզանից։ Մեզանից, կրկնեց մայրը, ասես այդ բառը առաջին անգամ էր փորձում։ Մեզանից, հաստատեց նա, որովհետև հիմա դա նաև իմ գործն է, ոչ միայն քոնը։ Նվարդը փակեց աչքերը, արդյունքները հոսեցին, անձայն, առանց ավելորդ շարժումների, առանց թատրոնի։ Ալեքսանը չգրկեց նրան, չասաց, որ ամեն ինչ լավ կլինի, որովհետև չգիտեր գլինի թե ոչ։
Նա իր համար սառը թեյ լցրեց, նրա համար թարմ, բաժակը դրեց դիմացը։ Նրանք նստած էին գիշերային խոհանոցի լռության մեջ, եւ դա ներում չէր։ Դա ավելի համեստ ու ամուր մի բան էր։ Երկու մարդու պայմանավորվածություն, ովքեր հոգնել էին ձևացնելուց, թե ամեն ինչ կարգին է։ Հաջորդ առավոտը Ալեքսանը սկսեց ցանկապատից, գնաց նոր տախտակների հետևից դեռ լուսաբացին։ Վերադարձավ գործիքներով, հանեց հին տախտակները, չափեց, սկսեց նորերը դնել։ Ժամը 10-ի կողմը լսեց անիվների ձայնը։ Սոնան նստած էր տան անկյունում։ Մայրը նրան դուրս էր բերել, փաթաթելով տաք ծածկոցով։ Աղջիկը նայում էր, թե նա ոնց է աշխատում։ Այս անգամ նա ավելի մոտ քշեց, քան սովորաբար։ Նոր տախտակներ ես առել, հարցրեց նա։ Առել եմ։ Մայրիկն ասում էր տախտակի փող չկա։ Ալեքսանը կանգնեց նայեց նրան։ Հիմա կա։ Սոնան գլխով արեց, լրջորեն մտածելով։ Իսկ դու երկար ես մնալու։ Նա մեխը դրեց վերցրեց մուրճը, մտածում էր ինչ պատասխանել։ 8 տարի առաջ գնաց իրեն ասած մի քիչ ժամանակով ու կորավ 8 տարով։ Հիմա ամեն ինչ հակառակն էր։ Հաստատ չգիտեմ, պատասխանեց նա ազնվորեն, բայց շուտ չեմ գնա։ Սոնան լռեց։ Լավ, ասաց նա, ու հետո, դադարից հետո։ Ես քեզ նկարել եմ այսօր առավոտյան, արդեն ոչ թե փոքրիկ։ Ալեքսանը բարձրացրեց գլուխը։ Ինչպիսի։ Աղջիկը թեթև ժպտաց։ Շատ քիչ։ Ինչպես դուրն է բացվում, երբ դեռ չեն որոշել լայն բացել, թե միայն ջեղտ թողնել։ Մեծ, տան կողքին, մուրճով։ Նա նայում էր նրան, նրա բաց գույնի աչքերին, մուգ օղակով, իր այդ աչքերին, նրա դեմքին, ու զգում էր մի բան, որի համար չուներ ճշգրիտ բառ։ Ոչ մեղքի զգացում, ոչ ուրախություն, մի բան, որն ավելի հին ու ծանր էր իրենց երկուսից, մի բան, որը նման էր հասկացողության։ Որոշ հանդիպումներ ուշանում են, բայց այնուամենայնիվ կայանում են։ Կցուցադրես, հարցրեց նա։ Կցուցադրեմ, ասաց Սոնան, երբ սարքես վերջացնես։ Նրանք նորից միասին լռեցին։ Նա դիտում էր, ինքն աշխատում էր։ Ցանկապատի հետևից երբեմն հարևաններ էին անցնում, հետ նայում։ Երթիկի ծուխը հավասար բարձրանում էր, փայտի ու սառնամանիքի հոտ էր գալիս։ Ինչ որ պահի Սոնան ասաց, առանց նրան նայելու, ասեց բարձրաձայն մտածելով. Երբ այս ցանկապատը ընկած է, տունը օտարշներ են մտնում։ Մայրիկը վախենում է, բայց ինձ դուր է գալիս։ Ինչու։ Որովհետև նրանք նստում են կողքիս, չեն գծում, պարզապես նստում են։ Ալեքսանը նայեց նրան։ Դու էլ ես այդպես անում, ասաց նա։ Երբ ես աշխատում եմ, դու պարզապես նստում ես կողքիս, չես խանգարում։ Սոնան բարձրացրեց աչքերը։ Իրոք, մայրիկն ասում է, լավ է լինել կողքին ու լռել, քան խոսել ու լինել հեռու։ Ալեքսանը նորից վերցրեց մուրճը, խփեց մեխը, խփեց երկրորդը, զգաց, թե ինչպես կոկորթում ինչ-որ բան սեղմվեց ու չպայքարեց դրա դեմ։ Մի քանի օր անց նա զանգեց Մոսկվա, աշխատանքի վայր, արձակուրդ վերցրեց, հետո էլի։ Սոնային հերթագրեց Վանաձորի մասնագետի մոտ, նրա, ում ինքն էր գտել։ Ոչ նրա, ում մոտ մայրն էր տանում։ Մեկ ուրիշին էլ գտավ Երևանում։ Սկսեց խորանալ ախտորոշման մեջ, ցուցանիշների, բուժման մեջ, այն ամենի, ինչը կարելի է դանդաղեցնել ու ինչը ոչ։ Նվարդը նայում էր նրան այնպես, ինչպես նայում է մարդը, ով վաղուց սովորել է ամեն ինչ մենակ անել ու հիմա չի հասկանում ինչ անել, երբ դա փոխվել է։ Դու պարտավոր չես, Ալեքսան, դու քո կյանքն ունես։ Սա էլ է իմ կյանքը, պատասխանում էր նա։ Պարզապես ես դրա մասին չգիտեի։ Սոնան ընտելանում էր նրան աստիճանաբար, ոչ թե մեկ խոսակցությունից հետո։ Ընտելացավ, երբ նա սովորեց քշել սայլակը ձյան վրայով այնպես, որ անիվները չխրվեն, երբ նրա համար պլանշետի տակտիր սարքեց, որ կարողանա նկարել առանց ձեռքերը հոգնեցնելու։ Երբ նորմալ գունավոր մատիտներ բերեց, լավը, ոչ թե դպրոցական կտորտանքներ, ու նա նայում էր դրանց այնպես, ինչպես նայում են այն իրերին, որոնց սպասել են շատ երկար։ Մի գիշեր նա վեր կացավ ջուր խմելու ու նրա դրան հետևից մի թույլ ձայն լսեց, մատիտի ձայնը թղթի վրա։ Նա զգուշությամբ մի քիչ բացեց դուռը։ Սոնան պառկած էր կողքի վրա իր մահճակալում ու գիշերային լամպի թույլ լույսի տակ նկարում էր։ Ծնկներին ալբոմներ, նա չնկատեց նրան։ Ալեքսանը կանգնած էր դրան մոտ ու նայում էր։ Երկու մարդ, մեկը մեծ, մյուսը փոքր, սայլակի մեջ, կողք կողքի, ոչ թե հեռու, այլ կողք կողքի, երկուսն էլ նույն տան մոտ։ Նա վերադարձավ իր սենյակ, պառկեց, երկար չէր կարողանում քնել։ Մտածում էր այն մասին, որ նրան ճշմարտությունը չի ասել, թե ինքնով է նրա համար իրականում։ Մտածում էր երբ, ոնց, ինչ բառերով։ Չգիտեր, գիտեր միայն, որ կասի, որ կնստի նրա կողքին, ոչ թե դիմացը կամ հեռվում, այլ կողքին, ու կասի, երբ նրանց միջև լինի բավարար վստահություն, որ այդպիսի ճշմարտությունը չքանդի այն, ինչ նոր է սկսել ձևավորվել։
Ոչ այսօր, բայց ոչ էլ 8 տարի հետո։ Առավոտյան Սոնան նրան ցույց տվեց նկարը։ Երկու մարդ տան մոտ, մեծն ու փոքրը սայլակում, կողք կողքի, ու նրանց վերևում երկինքը, ծառերով։ Սա դու ես, հարցրեց նա։ Մենք երկուսս ենք, ասաց նա։ Ես քեզ մեծ եմ նկարել, որովհետև դու հիմա այստեղ ես։ Ալեքսանը վերցրեց նկարը։ Պահեց այնպես, ինչպես պահում են այն իրերը, որոնց մեջ ավելին կա, քան թվում է։ Շնորհակալություն, ասաց նա։ Սոնան նայեց նրան իր բաց գույնի աչքերով, իր աչքերով նրա դեմքում։ Դու չես գնալու։ Առաջին հարցը, որ նա տվել էր ծանոթանալիս։ Ու նորից հիմա։ Նույն բառերը, բայց հիմա դրանց մեջ մի նոր բան կար։ Ոչ թե հուսահատություն կամ կորստի սովորություն, այլ մի փխրում նոր սկսվող բան, որը նման էր հավատի սկզբին։ Ալեքսանը նստեց սայլակի կողքին, հենց հատակին, այնպես, որ նրանց աչքերը նույն մակարդակի վրա լինեն։ Նայեց նրան։ Ոչ, ասաց նա, չեմ գնա։ Խոստանում ես։ Նա չշտապեց պատասխանել, որովհետև գիտեր, որ դա այն նախադասությունը չէ, որն արագ են ասում։ Դա այն նախադասությունն է, որը պետք է ասել միայն, եթե հասկանում ես, թե ինչ կա դրա հետևում։ Խոստանում եմ։ Սոնան նորից լրջորեն գլխով արեց, ինչպես մի փոքրիկ մեծահասակ, ով արդեն գիտի, որ բառերն ու գործերը տարբեր բաներ են, ու սպասում է երկրորդին, նախքան առաջինին հավատալը։ Լավ, ասաց նա, ու վերցրեց մատիտը։ Սենյակում լռություն էր, միայն մատիտի ձայնը թղթի վրա։ Լուսամուտից այն կողմ ձյուն էր գալիս, փափուկ, հանգիստ նոյեմբերյան։ Մայրը կանգնած էր խոհանոցի լուսամուտի մոտ ու նայում էր նրանց, հատակին նստած որդուն ու նրա կողքի աղջկան։ Նվարդի ձեռքերը լուսամուտագոգին էին, ու նա չէր շարժվում։ Այդպես կանգնում են մարդիկ, ովքեր նայում են մի բանի, որին շատ երկար էին սպասել տեսնելու, ու հիմա վախենում են փախցնել։ Նա լաց էր լինում ոչ այնպես, ինչպես առաջ։ Ոչ թե վախից, ոչ թե մեղքից, ոչ թե գաղտնիքի ծանրությունից, որը 8 տարի միայնակ էր գրել։ Դա ուրիշ լաց էր։ Այն գալիս էր նույն տեղից, բայց գնում էր այնտեղ, մյուս կողմ, ինչպես ջուրը, որը վերջապես ելք է գտել։ Դա ոչ ուրախություն էր, ոչ էլ ներում։ Դա ավելի համեստ ու ամուր մի բան էր։ Զգացողություն, որ շատ երկար ժամանակ անց մեկ ուրիշը կանգնած է կողքիդ, ու բեռի մի մասը պահում է։ Չի խլում այն, չի թեթևացնում, պարզապես պահում է նրա հետ միասին։ Եվ դա բավարար էր, որ 8 տարվա մեջ առաջին անգամ նա ուղեր ուսերը։ Այս պատմությունը երջանիկ ավարտի մասին չէ։ Նման պատմություններում երջանիկ ավարտներ չեն լինում։ Լինում են միայն ազնիվ։ Ալեքսանը մեկը գիշերում հայր չդարձավ, նա կդառնա այդպիսին աստիճանաբար։ Քայլ առ քայլ, նկար առ նկար, խոստում առ խոստում։ Նվարդը չներվեց մեկ խոսակցությամբ, ու ինքն էլ դա գիտեր։ Սոնան չիմացավ ճշմարտությունը, թե ով է Ալեքսանը։ Նա կիմանա դա հետո, երբ նրանց միջև լինի բավարար վստահություն այն ընդունելու ու չկոտրվելու համար։ Այն, ինչ կատարվեց, ուրիշ բան էր։ Տղամարդը, ով 8 տարի գումար էր ուղարկում գալու փոխարեն, որոշեց մնալ։ Կինը, ով 8 տարի սուտը միայնակ էր կրում, վերջապես թույլ տվեց ինչ-որ մեկին օգնել կրելու։ Իսկ աղջիկը, ով հորը նկարում էր որպես փոքրիկ կետիկ թղթի անկյունում, սկսեց նկարել նրան կողքին, ու իր սենյակի պատին, մյուս բոլոր նկարների մեջ հայտնվեց մի նորը, նույն տունը, նույն ծառը ցանկապատի մոտ, բայց տղամարդը հիմա անկյունում չէ, ոչ էլ գետից այն կողմ կամ գծից այն կողմ, հեռվում։ Նա կանգնած է տան մոտ, սայլակի մեջ նստած մարդուկի կողքին, ու մի ձեռքում մուրճ ունի։ Երբեմն այն ամենը, ինչ կարելի է անել, ոչ թե անցյալն ուղղելն է, այլ դադարելը փախչել ներկայից։ Երբեմն սերը չի գալիս հայրիկ բարի հետ, այն գալիս է ցանկապատի նոր տախտակների հետ, լավ մատիտների հետ ու մի խոստումար հետ, ամուր, ինչպես թարմ փայտի մեջ խփված մեխը, որ էլ ոչ ոք ոչ միտեղ չի գնա։ Իսկ մնացածը հետո, քայլ առ քայլ, նկար առ նկար։ Հիմա դու, ով լսում ես, ասա ինձ, դու կվարվեիր այնպես, ինչպես նվարդը։ Դու կպահեիր նման գաղտնիք վախից, սիրուց, երկու մարդուն միանգամից պաշտպանելու ցանկությունից, թե դա դավաճանություն է, որն արդարացում չունի։ Գրիր մեկնաբանություններում, որովհետև այս պատմությունը չունի մեկ ճիշտ պատասխան, ու ես ուզում եմ իմանալ քոնը։ Եթե պատմությունը հուզեց, դիր լայք, բաժանորդագրվիր ու կիսվիր նրա հետ, ում պետք է սա լսել, որովհետև երբեմն ուրիշի պատմությունը բառեր է տալիս քո սեփական պատմության համար։ Մենջ հաջորդ անգամ, պահպանեք նրանց, ովքեր կողքիդ են, իսկ եթե ինչ-որ մեկը վաղուց հեռու է, գուցե այսօր հենց այն օրն է, երբ արժե զանգել։